Անտարբեր մեգապոլիսի շտապողականության մեջ անտեսանելի մի տղամարդ լուռ հետում է միլիոնանոց բեռնատարին, որը ամիսներ շարունակ կանգնած է։ Երբ նա որոշում է գործել, իր հմտությամբ զարմացնում է բոլորին վերակենդանացնում շարժիչը, որը ոչ ոք չկարողացավ վերանորոգել։ Այդ պահը փոխում է ոչ միայն նրա կյանքը, այլ ամբողջ ընկերության մշակույթը, հպարտությամբ կուրացած մի գործարարի սիրտը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Երանյան կեսօրի այրող առն անխնա արտացոլվում էր Մաշտոցի պողոտայի ասֆալտի վրա, ստեղծելով ջերմային ալիքներ, որոնք աղավաղում էին արագ ընթացող մեքենաների տեսարանը։ 11 սովորական օր էր երկրի խոշորագույն մայրաքաղաքում, որտեղ միլիոնավոր մարդիկ շտապող մրջյունների պես շարժվում էին, յուրաքանչյուրն իր հետ տանելով իր երազանքները, ցավերը, հրատապ գործերը։ Ապակուց բետոնից կառուցված երկնաքերերի միջ, որոնք բարձրանում էին որպես առաջընթացի հուշարձաններ, ավելի դաժան իրականություն էր բացահայտվում անկյուններում, ուղանցույցների տակ, լուսացույցների մոտ, որտեղ ձեռքեր էին մեկնվում մետաղադրամի հայացքի, մի փոքր մարդկայնության որոնումներով։ Անտոնը դանդաղ քայլում էր մայթով, բոբիկ ոտքերը քարշ տալով տաք բետոնի վրա։ Նրա ալեխառն մազերը խճճված էին, չսափրված մորուքը ծածկում էր մի դեմք, որը ժամանակին երիր ասարդ էր, լի երազանքներով։ Մեջքին կրում էր հին ծածկոց, գունաթափված ժամանակից եղանակային պայմաններից։ Աջ ձեռքում պահում էր հնամաշ պոլիէթիլենային տոպրակ, որտեղ պահում էր իր միակ իրերը, ջմրթված ալյումինե բաժակ, մի քանի դեղնած թղթեր, որոնք համառորեն չէր նետում, մի փոքրիկ, գրեթե անճանաչելի լուսանկար, որը պաշտպանում էր, կարծես իր ամենամեծ գանձը լիներ։ Մարդիկ անցնում էին նրա կողքով, կարծես նա անտեսանելի լիներ։ Կոստյումներով տղամարդիկ նայում էին իրենց բջջայիններին, էլեգանտ կանայք անցնում էին փողոցի մյուս կողմը, ցանկացած շփումից խուսափելու համար, ականջակալներով երիտասարդները շարունակում էին իրենց ճանապարհը, նույնիսկ չնկատելով նրա ներկայությունը։ Անտոնը սովորել էր այդ անտեսանելիությանը։ Նա մեծ քաղաքի մոռացված անկյուններում բնակվող լուռ ամբոխի մի մասն էր կազմում, մարդիկ, որոնք մի ժամանակ ունեցել են անուն, ազգանուն, հասցե, բայց այժմ գոյություն ունեին միայն որպես քաղաքային ստվերներ, ուրվականներ, որոնց հասարակությունը նախընտրում էր չտեսնել։ Բայց Անտոնն ուներ մի ծես։ Ամեն օր, նույն ժամին, նա կա։ Նգնում էր հայելապատ ապակիներով ժամանակակից շենքի դիմաց, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ամենաբարդ ավտոարհեստանոցը։ Ճակատամասը տպավորիչ էր, ոսկեգույն տառերով, որոնք ազդարարում էին։ Օհանյան գործընկերներ, պրեմիում ավտոտեխնիկական լուծումներ։ Մեծ թափանցիկ պատուհաններից նա կարող էր տեսնել անթերի ներսը, փայլեցված կերամիկական հատակ, որը փայլում էր LED լույսերի տակ, միլիմետրային ճշգրտությամբ դասավորված նորագույն սարքավորումներ, անթերի համազգեստով աշխատակիցներ, որոնք շարժվում էին գրեթե ռազմական ճշգրտությամբ։ Եվ այնտեղ էր նա։ Բեռնատարը։ Մի թանկարժեք Scania, ներկված մետալիկ կապույտով, որը 4 ամիս շարունակ կանգնած էր նույն տեղում, քնած հսկայի պես, որը հրաժարվում էր արթնանալ։ Անտոնն այդ մեքենան ավելի լավ էր ճանաչում, քան որը մեկը կարող էր պատկերացնել։ Նա հետել էր վերանորոգման յուրաքանչյուր փորձի, մեխանիկների յուրաքանչյուր հիասթափության, արհեստանոցի սեփականատիրոջ յուրաքանչյուր հուսահատ հայացքի։ Կարեն Էդուարդ Օհանյանը 52 տարեկան տղամարդ էր, կատարյալ սանրված մազերով, միշտ հագնում էր թանկարժեք կոստյումներ, իտալական կոշիկներ։ Նա իր ավտոմոբիլային կայսրությունը կառուցել էր երկաթե բռունցքով, իր շրջապատի բոլոր մարդկանցից պահանջելով կատարելություն երբեք չընդո։ Ունելով անհնար բառը։ Նրա արհեստանոցը սպասարկում էր միայն վեբ հաճախորդների, գործարարների, արտիստների, քաղաքական գործիչների։ Նա մի մարդ էր, որը հաջողությունը չափում էր բանկային հաշվի չափով, վախի միջոցով, պարտադրած հարգանքով։ Այդ կեսօրին Կարեն Էդուարդը նյարդային քայլերով շրջում էր արհեստանոցում, ձեռքերը սեղմած մեջքի հետում։ Ճակատը քրտնում էր, չնայած օդորակիչին, աչքերը ցույց էին տալիս մի գրգռվածություն, որն օրեցօր աճում էր։ Այնտեղ կանգնած Scania բեռնատարը ոչ միայն խնդրահարույց մեքենա էր։ Դա անձնական վիրավորանք էր, հարված նրա հեղինակությանը, ամենօրյա հիշեցում, որ իր կարիերայում առաջին անգամ նա հանդիպել էր մի խնդրի, որը չէր կարողանում լուծել։ Պարոն Կարեն, մենք արդեն ամեն ինչ փորձել ենք, ասաց Մարկոսը, արհեստանոցի գլխավոր մեխանիկը, 40 տարեկան մի տղամարդ, որի ձեռքերը մշտապես քսուքով պատված էին, չնայած անընդհատ լվանալուն։
Նրա ձայնի մեջ զգացվում էր հոգնածությունը մեկի, ով ամիսներ շարունակ փորձել էր վերծանել մի մեխանիկական հանելուկ, որն անհնարին էր թվում։ Փոխել ենք ներարկման մոդուլը, փոխարինել ենք հիմնական էլեկտրական լարերի փունջը, ստուգել ենք ամբողջ հիդրավլիկ համակարգը։ 5 մասնագետները, որոնց դուք բերել եք դրսից, նույն եզրակացությանն են եկել, չեն կարողանում գտնել անսարքությունը։ Կարեն Էդուարդը կտրուկ կանգ առավ, շրջվելով դեպի Մարկոսը զսպված զայրույթով փայլող աչքերով։ 4 ամիս, Մարկոս։ 4 ամիս այս հրեշն այստեղ է, տեղ է զբաղեցնում, իմ փողերն է ուտում, իմ հեղինակությունն է քանդում։ Դու կարծում ես, դա ընդունելի է։ Դու կարծում ես, ես կարող եմ իմ հաճախորդների բացատրել, որ պրեմիում գներով աշխատող արհեստանոցը չի կարողանում մի բեռնատար վերանորոգել։ Պարոն, ես հասկանում եմ ձեր հիասթափությունը, բայց… Հիասթափություն… Կարեն Էդուարդը բարձրացրեց ձայնը, ինչի հետանքով մյուս աշխատակիցները դադարեցրին իրենց գործերը, դիտելու վիճաբանությունը։ Սա հիասթափություն չէ, Մարկոս։ Սա նվաստացում է։ Ես ինժեներներ եմ բերել Վանաձորից, մասնագետներ, Կապանից, նույնիսկ մի վրացի խորհրդատու, որը մի ողջ կարողություն արժեր։ Եվ ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։ Այս բեռնատարն ինձ սիրողականի տեսք է տալիս։ Դրսում Անտոնը շարունակում էր իր լուր դիտարկումը։ Ապակու միջով նա կարող էր տեսնել իրարանցումը, նյարդային ժեստերը, լարված քննարկումները։ Նա ծանոթ էր այդ տեսակի հուսահատությանը։ Արդեն զգացել էր իր մաշկի վրա այն խնդիրների ճնշումը, որոնք լուծում չունեցող էին թվում։ Նրա փորձառու աչքերը նկատում էին մանրուքներ, որոնք մյուսները չէին նկատում։ Բեռնատարի կապոտի թեթակի անհավասար դիրքը, որը հուշում էր, որ շարժիչին բազմիցս ձեռք են տվել, հատակին անվադողերի հետքերը, որոնք ցույց էին տալիս, որ փորձել են այն մի քանի անգամ անհաջող տեղաշարժել, պարտության արտահայտությունը մեխանիկների դեմքերին, որոնք այլս չգիտեին, թե ինչ անել։ Անտոնը խորը շունչ քաշեց։ Նրա մատներն անգիտակցաբար սեղմեցին պոլիէթիլենային տոպրակը, որը կրում էր։ Դրա մեջ, բացի մի քանի իրերից, կար մի բան, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել 30 տարվա փորձ ծանր մեխանիկայի ոլորտում, գիտելիքներ, որոնք ձեռք էին բերվել արհեստանոցներում, տրանսպորտային ընկերություններում, լոգիստիկ կազմակերպություններում։ Նա եղել էր ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, հարգված գործընկերների գնահատված ղեկավարների կողմից։ Բայց այդ ամենը կարծես պատկանում էր մեկ այլ կյանքի, մեկ այլ մարդու, մի անձի, որի գոյությանը նա երբեմն կասկածում էր։ Նա հիշեց Մարիամ Էդուարդովնային, իր կնոջը, թե ինչպես էր նա ծիծաղում, երբ ինքը տուն էր գալիս յուղոտ ձեռքերով, բողոքելով ինչ-որ համար շարժիչից, որը վերջապես կարողացել էր հնազանդեցնել։ Նա ասում էր, որ ինքն ունի հատուկ շնորհ, գրեթե միստիկական կապ մեքենաների հետ, որ կարողանում է լսել, թե ինչ են նրանք փորձում ասել յուրաքանչյուր աղմուկի, յուրաքանչյուր թրթռոցի, յուրաքանչյուր խափանման միջոցով։ Դու շարժիչներ չես նորոգում, սիրելիս, սովորաբար կատակում էր նա, դու զրուցում ես նրանց հետ։ Հիշողությունը ծանոթ ցավ բերեց կրծքին։ Մարիամ Էդուարդովնան հեռացել էր 5 տարի առաջ, քաղցկեղի պատճառով, որը խլել էր ոչ միայն նրա կյանքը, այլ բոլոր ռեսուրսները, ողջ կայունությունը, ողջ հույսը, որ Անտոնը կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Թանկարժեք բուժումը, ներմուծվող դեղերը, մասնագետների հետ խորհրդատվությունները, այս ամենը արժեցել էր սեփական տունը, մեքենան, խնայողությունները։ Եվ երբ նա հեռացավ, իր հետ տարավ ապրելու կամքը, թողնելով Անտոնին կորած մի աշխարհում, որը հանկարծ իմաստազրկվել էր։ Ալկոհոլը եկավ որպես փախուստ, հետո դեպրեսիան, աշխատանքի կորուստը, վտարումը։ Մի քանի ամսվա ընթացքում այն մարդը, որը մի ժամանակ եղել էր քաղաքի խոշորագույն տրանսպորտային ընկերություններից մեկի տեխնիկական տնօրենը, հայտնվեց շենքերի քիվերի տակ քնած, սնունդ մուրալով, որպես մարդկային աղբ վերաբերվելով մի հասարակության կողմից, որը չի ներում անկումները։ Բայց գիտելիքները մնացել էին անձեռնմխելի նրա մտքում, ինչպես լքված գրադարան, որը դեռ պահպանում էր իր բոլոր գրքերը։ Արհեստանոցի ներսում լարվածությունը շարունակում էր աճել։ Կարեն Էդուարդը արտակարգ ժողով էր հրավիրել ամբողջ թիմի հետ։ 7 աշխատակիցներ հավաքվեցին խնդրահարույց բեռնատարի շուրջ, յուրաքանչյուրը գրելով ամիսների անարդյունք փորձերի հիասթափությունը։ Պարոն Այք, սկսեց Կարեն Էդուարդը, նրա ձայնն այժմ զսպված սառն էր, մենք կանգնած ենք անընդունելի իրավիճակի առջ։ Այս մեքենան այստեղ է եկել թվացյալ պարզ խնդրով, էլեկտրոնային ներարկման խափանում։ 4 ամիս անց մենք ծախսել ենք ավելի քան 50,000 դրամին համարժեք գումար պահեստամասերի, խորհրդատվությունների մասնագիտացված աշխատուժի վրա։
Եվ արդյունքը՝ 0։ Բեռնատարը շարունակում է մնալ մեռած։ Մարսելը, 28 տարեկան երիտասարդ մեխանիկը, համարձակվեց ձեռք բարձրացնել։ Պարոն Կարեն, գո։ Գուցե ժամանակն է ընդունել, որ որոշ խնդիրներ անլուծելի են։ Ես նման դեպքեր տեսել եմ այլ արհեստանոցներում։ Անհնարին։ Կարեն Էդուարդը քայլեց մինչ կանգնեց դեմ առ դեմ երիտասարդ մեխանիկի հետ։ Երբ եմ ես այս արհեստանոցում ընդունել անհնարին բառը։ Երբ ենք մենք իջեցրել մեր չափանիշները ընդունելու պարտությունը։ Միջավայրում լռություն տիրեց։ Բոլորը գիտեին, որ Կարեն Էդուարդը հսկայական ճնշման տակ է։ Բեռնատարը պատկանում էր շատ հատուկ հաճախորդի Ռուբեն Մանուկյանին, երկրի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից մեկի սեփականատիրոջը, ազդեցիկ մարդու, որը կարող էր ինչպես կտրուկ բարձրացնել արհեստանոցի հեղինակությունը, այնպես էլ ամբողջությամբ ոչնչացնել այն։ Ռուբենն այդ շաբաթ արդեն 3 անգամ զանգահարել էր, ամեն անգամ ավելի անհամբեր, ամեն անգամ ավելի մոտ իր բիզնեսը մրցակիցներին տանելուն։ Ես լուծումներ եմ ուզում, ոչ թե արդարացումներ, շարունակեց Կարեն Էդուարդը։ Ուզում եմ, որ դուք մտածեք ստանդարտներից դուրս, որ խորհրդակցեք ձեռնարկների հետ, որոնք երբեք չեք խորհրդակցել, որ զանգահարեք այլ երկրների մատակարարներին, եթե անհրաժեշտ է։ Բայց ես ուզում եմ, որ այս բեռնատարն աշխատի մինչ շաբաթվա վերջ, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի այն մաս-մաս քանդել, 0-ից նորից հավաքել։ Դրսում Անտոնը դիտում էր ամեն ինչ մտածկոտ արտահայտությամբ։ Նա ծանոթ էր վիրավորված հպարտության այդ տեսակին, իրավասությունն ապացուցելու այդ հուսահատ կարիքին։ Շատ անգամներ եղել էր մյուս կողմում, փորձելով լուծել բարդ խնդիրներ, մինչ անհամբեր ղեկավարները շնչում էին իր ծոծրակին։ Բայց նա գիտեր, որ երբեմն ամենապարզ լուծումը գտնվում էր հենց այնտեղ, որտեղ ոչ ոք չէր մտածում փնտրել։ Նրա աչքերը նորից սերվեցին բեռնատարի վրա։ Դրա կանգնած դիրքից, կապոտի թեթակի բարձրացված վիճակից, լարերից, որոնք մասամբ կարող էր տեսնել պատուհանից, Անտոնը սկսեց մի վարկած կազմել։ Դա հիմնված չէր ախտորոշիչ սարքավորումների կամ էլեկտրոնային սկաներների վրա։ Դա հիմնված էր մի բանի վրա, որը շատ ավելի պարզունակ էր, երբեմն շատ ավելի արդյունավետ, տասնամյակների փորձով հղկված մասնագիտական ինտուիցիա։ Արը սկսում էր մայր մտնել հորիզոնում, երանյան երկինքը ներկելով նարնջագույն երանգներով, որոնք արտացոլվում էին շենքերի պատուհաններին։ Պողոտայում երթեկությունը փոքր ինչ նվազում էր, բայց արհեստանոցի ներսում լարվածությունը կարծես աճում էր ամեն անցնող րոպեի հետ։ Կարեն Էդուարդը շարունակում էր քայլել այս ու այն կողմ, նյարդայնորեն ժեստեր անելով, մինչ իր թիմին տալիս էր ավելի ու ավելի կոնկրետ ու հուսահատ հրահանգներ։ Անտոնը գիտեր, որ որոշում կայացնելու ժամանակը մոտենում է։ Նա կարող է շարունակել մնալ այնտեղ, դրսում, լուր դիտելով, ինչպես արել էր վերջին 4 ամիսներին։ Կարող է շարունակել լինել անտեսանելի, աննշան Սմեկը քաղաքի փողոցները բնակեցնող հազարավոր մոռացվածների շարքում։ Կամ կարող էր ռիսկի դիմել ամեն ինչով մեկ քայլով, ենթարկվելով նվաստացման, ծաղրի, բռնի կերպով վտարվելու ռիսկին։ Բայց նրա հոգնած հոգու խորքում դեռ ինչ-որ բան բաբախում էր։ Մասնագիտական հպարտությունը, որը ոչ աղքատությունը, ոչ հուսահատությունը չէին կարողացել ամբողջությամբ սպանել։ Գիտելիքը, որը մնում էր կենդանի, սպասելով ընդամենը մեկ հնարավորության, նորից դրսևորվելու համար։ Մարիամ Էդուարդովնայի հիշողությունը, որը շնջում էր նրա ականջներին, թե նա յուրահատուկ է, որ շնորհ ունի, որ կարող է անել բաներ, որոնք ուրիշները չեն կարողանում։ Անտոնը խորը շունչ քաշեց, ուղղեց ծածկոցն ուսերին, 4 ամսվա մեջ առաջին անգամ քայլ արեց դեպի արհեստանոցի մուտքը։ Նրա բոբիկ ոտքերը դիպան նախասրահի փայլեցված հատակին, անմիջապես բոլոր խոսակցությունները դադարեցին։ Զարմանքի, զզվանքի, վրդովմունքի հայացքներն ուղղվեցին դեպի այն թափթփված մարդը, որը համարձակվել էր պղծել այդքան անբիծ միջավայրը։ Արհեստանոցի անվտանգության աշխատակիցը, Էդգար անունով մի մեծ ու տպավորիչ տղամարդ, անմիջապես մոտեցավ սպառնալից արտահայտությամբ։ Հեյ, դու չես կարող այստեղ մտնել։ Սա մասնավոր սեփականություն է։ Անտոնը կանգ առավ, բայց չնահանջեց։ Նրա աչքերը թե հոգնած փայլում էին մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Երբ խոսեց, նրա ձայնը հնչեց պարզ, հաստատուն, լի մի հեղինակությամբ, որը տարիներ շարունակ չէր դրսևորել։ Ես գիտեմ, թե որն է բեռնատարի խնդիրը։ Արտահայտությունը միջավայրում արձագանքեց արոտ օրվա ամպրոպի պես։ Կարեն Էդուարդը, որը արհեստանոցի խորքում էր, կտրուկ շրջվեց։ Մեխանիկները դադարեցրին իրենց գործեր։
Նույնիսկ անվտանգության աշխատակիցը վարանեց, չիմանալով, թե ինչպես արձագանքել այն անսպասելի հայտարարությանը, որը գալիս էր մեկից, ով կարծես թե ոչինչ չուներ կորցնելու։ Կարեն Էդուարդը դանդաղ քայլեց դեպի արհեստանոցի արջի մասը, նրա աչքերն ուսումնասիրում էին այն տարօրինակ մարդուն, որը ներխուժել էր իր կազմակերպված աշխարհը ուրվականային տեսիլքի պես։ Անտոնի կեցվածքի, նրա աչքերի, բեռնատարին սերված ձի մեջ ինչ-որ բան կար, որը գործարարի մեջ դժկամ հետաքրքրություն արթնացրեց։ Կարեն Էդուարդը մի քանի վայրկյան անշարժ մնաց, մշակելով այդ անսպասելի հայտարարությունը։ Նրա աչքերը վերից վար զննեցին Անտոնին, կեղտոտ, բոբիկ ոտքերը, ջմրթված ու տհաճ հոտով հագուստը, խճճված մազերը, չսափրված մորուքը։ Այդ մարդու մեջ ամեն ինչ գոռում էր հուսահատության, թշվառության, լքվածության մասին։ Ինչպես կարող էր այդպիսի վիճակում գտնվող մեկը որևէ բան իմանալ մի խնդրի մասին, որը պարտության էր մատնել քաղաքի լավագույն մասնագետներին։ Չոր ծիծաղ պոկվեց Կարեն Էդուարդի շուրթերից։ Դու գիտես, թե որն է բեռնատարի խնդիրը։ Նրա ձայնի հեգնանքը դանակի պես սուր էր։ Եվ ով ես դու, ընդհանրապես, որ այդպիսի հայտարարություն անես։ Անտոնը չվախեցավ։ Տարիներ շարունակ փողոցներում ապրելով նա բախվել էր շատ ավելի վատ իրավիճակների, քան ամբարտավան գործարարի արամարանքն էր։ Նրա աչքերը մնացին սերված Կարեն Էդուարդի աչքերին, երբ խոսեց, նրա ձայնի մեջ կար համբերությունը մեկի, ով սովորել էր, որ շտապողականությունը միայն ավելացնում է սխալները։ Իմ անունը Անտոն Սիլվա է։ Ես 15 տարի աշխատել եմ Մերիդիոնալ տրանսպորտ ընկերությունում, որպես ծանր տեխնիկայի բաժնի տեխնիկական ղեկավար։ Մասնագիտացել եմ Scania, Mercedes-Valvo շարժիչների մեջ։ Ես այդ շարժիչները ճանաչում եմ իմ 5 մատի պես։ Հաջորդած լռությունը տարբերվում էր նախորդից։ Անտոնի խոսելածի, բառերի ճշգրտության, տեխնիկական տերմինները վստահորեն նշելու մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց նույնիսկ Կարեն Էդուարդին վարանել։ Բայց գործարարն իր հեղինակությունը կառուցել էր, երբեք թուլություն ցույց չտալով, երբեք չխոստովանելով, որ կարող է սխալվել։ Մերիդիոնալ տրանսպորտ։ Կարեն Էդուարդը խաչեց ձեռքերը, պահպանելով մարտահրավեր նետող կեցվածքը։ Երբեք չեմ լսել։ Եվ նույնիսկ եթե դա ճիշտ լիներ, ինչ կաներ փողոցներում ապրող մի սովորական ընկերության նախկին աշխատակիցը։ Հարցը Անտոնին հարվածեց որպես բռունցքի հարված ստամոքսին։ Մի պահ նրա վստահության դիմակը սասանվեց, բացահայտելով նրա կրած խորը ցավը։ Բայց նա այնտեղ էր եկել մի նպատակով, թույլ չէր տա, որ անցյալը խանգարի իրեն վերականգնել իր կորցրած արժանապատվության մի մասը։ Կյանքը երբեմն մեզ տանում է ճանապարհներով, որոնք մենք չենք ընտրում, պատասխանեց Անտոնը, նրա ձայնը մի փոքր ավելի ցածր։ Բայց գիտելիքը չի կորչում։ Մեքենաները մնում են նույնը, խնդիրները շարունակում են լուծումներ ունենալ։ Եվ այն բեռնատարն այնտեղ ունի մի խնդիր, որը դուք չեք տեսնում, որովհետև սխալ տեղում եք փնտրում։ Մարկոսը, գլխավոր մեխանիկը, որը մինչ այդ լուռ էր մնացել, մի քայլ առաջ արեց։ Այդ թափթփված մարդու մեջ ինչ-որ բան կար, որը գրգռում էր նրա մասնագիտական հետաքրքրությունը։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա սովորել էր ճանաչել, երբ մեկը իրոք հասկանում է մեխանիկայից, Անտոնի B. Ռնատարին նայելու ձի մեջ ինչ-որ բան հուշում էր իրական գիտելիքների մասին։ Ինչ տեսակի խնդիր, հարցրեց Մարկոսը, անտեսելով Կարեն Էդուարդի նետած դժգոհ հայացքը։ Անտոնը մի քանի քայլ արեց դեպի բեռնատարը, նրա աչքերը զննում էին մեքենան վիրաբույժի մեթոդականությամբ, որն ուսումնասիրում է հիվանդին։ Դուք փնտրում եք բարդ էլեկտրոնային խնդիրներ, ներարկման մոդուլի խափանումներ, սնուցման համակարգի թերություններ։ Բայց երբեմն ամենապարզ խնդիրն է, որ աննկատ է մնում։ Պարզ, միջամտեց Կարեն Էդուարդը, նրա գրգռվածությունն աճում էր։ Այս բեռնատարի մեջ ոչինչ պարզ չէ։ Մենք փոխել ենք 15,000 դրամ արժողությամբ պահեստամասեր, բերել ենք մասնագետների, որոնք հսկայական գումարներ են պահանջել, օգտագործել ենք ախտորոշիչ սարքավորումներ, որոնք ավելի թանկ արժեն, քան սովորական մեքենաները։ Եվ այնուամենայնիվ բեռնատարը շարունակում է կանգնած մնալ, հանգիստ պատասխանեց Անտոնը։ Ինչը պետք է ինչ-որ բան ասի այդ ամբողջ թանկարժեք տեխնոլոգիայի արդյունավետության մասին։ Դիտարկումը նման էր բենզին լցնելու Կարեն Էդուարդի G. Լգրվածության կրակի վրա։ Նրա բռունցքները սեղմվեցին, մի պահ թվաց, թե նա կպայթի զայրույթից։ Բայց Անտոնի հանգիստ կեցվածքի, թշնամանքի արջ անսասան մնալու ձի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց նրան վարանել։
Էդգարը, անվտանգության աշխատակիցը, որը մնացել էր մուտքի դռան մոտ, մի քայլ արեց դեպի Անտոնը։ «Պարոն Կարեն, ուզում եք, որ հեռացնեմ այս անհանգստացնողին»։ Կարեն Էդուարդը բարձրացրեց ձեռքը, ազդանշան տալով, որ անվտանգության աշխատակիցը կանգնի։ Նրա մի մասն իսկապես հետաքրքրված էր տեսնելու, թե մինչ ուր կտանի իր հանդգնությունն այդ տարօրինակ մարդը։ Ի վերջո, ինչ կար կորցնելու։ 4 ամսվա ձախողումներն արդեն սպառել էին բոլոր սովորական տարբերակները։ «Լավ», ասաց Կարեն Էդուարդը, նրա ձայնը լի էր սարկազմով։ «Ես քեզ 5 րոպե կտամ ապացուցելու, որ դու պարզապես հերթական խելագարը չես, որը մեծություններ է երակայում։ Բայց երբ դու ձախողվես, իսկ դու կձախողվես, ուզում եմ, որ դու դուրս գաս այստեղից, այլևս երբեք մոտ չգաս։ Հասկանալի՞»։ Անտոնը գլխով արեց։ 5 րոպե։ Դա քիչ ժամանակ էր, բայց գուցե բավարար լիներ։ Նա քայլեց դեպի բեռնատարը, ամեն ինչից առաջ, պարզապես կանգնեց մեքենայի կողքին, նայելով, լսելով, զգալով։ Դա մի բան էր, որը սովորել էր տասնամյակներ առաջ, նախքան որը մեքենայի ձեռք տալը, պետք է կապ հաստատել, հասկանալ, թե ինչ է այն փորձում հաղորդել։ «Ինչ ես անում», հարցրեց Մարսելը, ամենաերիտասարդ մեխանիկը, անկեղծորեն հետաքրքրված։ «Լսում եմ», պարզապես պատասխանեց Անտոնը։ «Ինչ ես լսում»։ Շարժիչը նույնիսկ միացված չէ։ Հենց դրա համար էլ։ Անտոնը ձեռքը դրեց բեռնատարի կապոտի վրա։ Կանգնած մեքենան նույնպես խոսում է, Մարսել։ Իր մասերի դիրքի, օդում թողած հոտի, լարերի դասավորվածության միջոցով։ Դուք քանի՞ անգամ եք փորձել միացնել այս շարժիչը վերջին շաբաթներին։ Մարկոսը պատասխանեց. Ամեն օր, առնվազն 3 կամ 4 անգամ։ Եվ ինչպիսին էր վարքը։ Միանում էր, բայց անմիջապես խափանվում։ Ընդհանրապես չէր միանում։ Որե կոնկրետ աղմուկ հանում էր։ Միանում էր, աշխատում էր մի քանի վայրկյան, հետո սկսում էր խեղդվել ու անջատվում, բացատրեց Մարկոսը, զարմացած հարցերի ճշգրտությունից։ Անտոնը գլխով արեց, կարծես այդ տեղեկությունը հաստատում էր ինչ-որ կասկած։ Նա քայլեց բեռնատարի շուրջը, կրանալով որոշ կոնկրետ կետերում, դիտելով մանրուքներ, որոնք ակնհայտորեն ոչինչ չէին նշանակում մյուսների համար, բայց իր համար հստակ պատմություն էին պատմում։ Կարող եմ բեռնատարի տակ նայել, հարցրեց նա։ Կարեն Էդուարդը անհամբեր փնչացրեց։ Կարող ես անել ինչ ուզում ես, միայն թե դադարիր իմ ժամանակը վատնել այս թատրոնի վրա։ Անտոնը պառկեց արհեստանոցի փայլեցված հատակին, իր թափթփված մարմինը սահեցնելով մեքենայի տակ։ Նրա փորձառու մատները շոշափեցին լարեր, միացումներ, զոդման կետեր։ Մի քանի րոպե անց նա դուրս եկավ բեռնատարի տակից, խնդրեց բացել կապոտը։ Մարկոս, կարող ես ինձ մի փոքր լապտեր տալ։ Գլխավոր։ Մեխանիկը մի պահ վարանեց, նայելով Կարեն Էդուարդին հավանություն ստանալու համար։ Երբ տնօրենը անհամբեր գլխով արեց, Մարկոսը նրան տվեց մի փոքրիկ լեդ լապտեր։ Անտոնը կռացավ շարժիչի վրա, լույսն ուղղելով կոնկրետ կետերի։ Նրա շարժումները ճշգրիտ էին, մեթոդական, բացահայտելով այդ տեսակի սարքավորումների հետ մի ծանոթություն, որն անհնար էր ծածնել։ Մի քանի րոպե անց նա ուղղվեց, աչքերում այլ փայլով։ Ես գտա խնդիրը։ Արդեն Կարեն Էդուարդը չկարողացավ թաքցնել իր զարմանքը։ Էլեկտրական լարերի փունջը, որը սնուցում է ծնկած լիսերի պտտման տվիճը։ Սառը զոդում 15-րդ միացման վրա։ Անտոնը մատնացույց արեց շարժիչի մի կոնկրետ կետ։ Զոդումը տեսողականորեն կատարյալ է թվում, բայց ներսից վնասված է։ Այն ստեղծում է ընդհատվող դիմադրություն, որը շփոթեցնում է ներարկման մոդուլը։ Շարժիչը ստանում է անկանոն պտտման ազդանշան, մտնում է պաշտպանական ռեժիմի մեջ։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Կարեն Էդուարդը մի քանի անգամ թարթեց, փորձելով մշակել այն, ինչ հենց նոր լսել էր։ Դա չափազանց կոնկրետ ախտորոշում էր, չափազանց տեխն։ Իգական, հաջողակ գուշակություն լինելու համար։ Մարկոսը մոտեցավ շարժիչին, իր սեփական լապտերն ուղղելով Անտոնի նշած կետին։ Ես երբեք չէի մտածել ստուգել լարերի փնջի առանձին զոդումները, մրմնջաց Մարկոսը, ավելի շատ իր համար։ Միշտ ենթադրում էինք, որ եթե լարերի փունջը փոխվել է, բոլոր միացումները կատարյալ կլինեն։ Լարերի փունջը փոխվել է վերամշակված մասով, հարցրեց Անտոնը։ Այո, հաստատեց Մարկոսը, նրա ձայնը բացահայտում էր աճող հուզմունք։ Ինչպես գիտեիք։
Վերամշակված մասերը երբեմն պահպանում են օրիգինալ թերի զոդումներ, որոնք չեն հայտնաբերվում տեսողական ստուգման ժամանակ։ Դա հայտնի, բայց հազվադեպ խնդիր է։ Մեխանիկների մեծամասնությունը երբեք դրան չի հանդիպում իրենց ողջ կարիերայի ընթացքում։ Կարեն Էդուարդը մոտեցավ շարժիչի շուրջ հավաքված խմբին։ Նրա արտահայտությունը փոխվել էր սկզբնական ամբարտավանությունից, դառնալով թերահավատության աճող հետաքրքրության խառնուրդ։ Նույնիսկ եթե ձեր ախտորոշումը ճիշտ է, ինչպես եք պատրաստվում ապացուցել։ Ինչպես եք հաստատելու սառը զոդումը առանց հատուկ սարքավորու մների։ Անտոնը ժպտաց առաջին անգամ արհեստանոց մտնելուց հետո։ Դա հոգնած, բայց անկեղծ ժպիտ էր։ Սովորական զոդիչով 5 րոպե աշխատանքով։ Եթե ես սխալվեմ, դուք կկորցնեք 5 րոպե։ Եթե ես ճիշտ լինեմ, դուք կվերականգնեք մի բեռնատար, որն արժե ավելի քան 500,000 դրամին համարժեք գումար։ Իսկ եթե ինչ-որ բան վնասես, այդ դեպքում կարող եք ոստիկանություն կանչել ինձ ձերբակալել վանդալիզմի համար։ Ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը։ Կարեն Էդուարդը նայեց Մարկոսին, որը գրեթե աննկատ գլխով արեց։ Գործարարը խորը շունչ քաշեց։ 4 ամսվա ձախողումները սպառել էին նրա բոլոր սովորական տարբերակները։ Գուցե ժամանակն էր փորձել ինչ-որ բան բոլորովին այլ, նույնիսկ եթե դա գալիս էր այդքան անհավանական աղբյուրից։ Լավ, ասաց նա վերջապես։ Բայց ուզում եմ, որ դուք բոլորդ վկա լինեք։ Եթե ինչ-որ բան սխալ գնա, այս մարդը կպատասխանի ցանկացած պատճառված վնասի համար։ Մարկոսը գնաց զոդիչ բերելու վերադարձավ մի քանի րոպե անց։ Անտոնը ստուգեց գործիքի ջերմաստիճանը, կարգավորեց որոշ պարամետրեր, նորից կռացավ շարժիչի վրա։ Նրա շարժումները ճշգրիտ էին, վստահ, բացահայտելով մի հմտություն, որը գալիս է միայն տասնամյակների փորձից։ Նա աշխատեց բացարձակ լռության մեջ մոտ 3 րոպե, վերականգնելով էլեկտրական լարերի փնջի մի կոնկրետ զոդում։ Երբ ավարտեց, զգուշորեն մաքրեց տարածքը, կտորով հեռացավ շարժիչից։ Պատրաստ է։ Այժմ կարող եք փորձել միացնել։ Կարեն Էդուարդը նայեց Մարկոսին, որը գնաց դեպի բեռնատարի խցիկը։ Գլխավոր մեխանիկը մի պահ վարանեց, բանալին ձեռքին, գիտակցելով, որ դա վճռորոշ պահ է լինելու։ Եթե շարժիչն աշխատեր, ամեն ինչ կփոխվեր։ Եթե չաշխատեր, այդ թափթփված մարդը կվտարվեր արհեստանոցից, այլս երբեք լուրջ չէր ընդունվի։ Մարկոսը պտտեց բանալին։ Շարժիչը մի անգամ խեղդվեց, 2 անգամ։ Հետո մի հզոր մռնչյունով, որն արձագանքեց ամբողջ արհեստանոցում, Սքենիան կյանքի կոչվեց։ Ձայնը կատարյալ էր, հաստատուն, առանց այն խափանումների, որոնք ամիսներ շարունակ տանջում էին մեխանիկներին։ Վահանակը նորմալ լուսավորվեց, բոլոր համակարգերը կատարյալ աշխատում էին։ Ամբողջ արհեստանոցը մի քանի վայրկյան լուռ մնաց, բոլորը նայում էին միմյանց, կարծես չէին կարողանում հավատալ իրենց տեսածին։ Հետո Մարսելը սկսեց ծափահարել, նրան հետեցին մյուս աշխատակիցները։ Մարկոսը իջավ խցիկից դեմքին լայն ժպիտով, ձեռքը մեկնելով Անտոնին։ Աստված իմ, մրմնջաց Կարեն Էդուարդը, նրա ձայնը գրեթե անլսելի էր։ 4 ամիս փնտրում էինք, իսկ լուծումը 5 դրամանոց զոդման մեջ էր։ Անտոնն անջատեց շարժիչը, հեռացավ բեռնատարից։ Նրա դեմքին հանգիստ բավարարվածության արտահայտություն կար, բայց նա ինչ-որ ավելի խորը բան, զգացողություն, որ վերականգնել է, թեկուզ մի քանի րոպեով, իր մի մասը, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Կարեն Էդուարդը մոտեցավ, նրա կեցվածքը բոլորովին տարբերվում էր սկզբնական ամբարտավանությունից։ Դու իսկապես կարողացար։ Ինչպես կարող եմ փոխհատուցել։ Որքան ես ուզում։ Անտոնը գլուխը թափահարեց։ Ես փող չեմ ուզում։ Փող չես ուզում։ Կարեն Էդուարդը կիտեց հոնքերը, շփոթված։ Այդ դեպքում, ինչ ես ուզում։ Անտոնը շուրջը նայեց արհեստանոցում, նրա աչքերը սահեցին սարքավորումների, գործիքների, մյուս մեխանիկների վրայով։ Երբ խոսեց, նրա ձայնի մեջ մի խոցելիություն կար, որը հակասում էր նրա ցուցաբերած տեխնիկական վստահությանը։ Ես ուզում եմ աշխատել։ Ես ուզում եմ հնարավորություն ցույց տալու, որ դեռ կարողանում եմ անել այն, ինչ միշտ կարողացել եմ անել։ Ես ուզում եմ վերականգնել իմ արժանապատվությունը։ Կարեն Էդուարդը երկար րոպեներ լուռ մնաց, հերթով նայելով Անտոնին, կյանքի կոչված բեռնատարին։ Երկար տարիների մեջ առաջին անգամ նա իրեն իսկապես շփոթված էր զգում, կարծես իր համոզմունքների ամուր հողը վերածվել էր շարժվող ավազի։
Նրա ողջ աշխարհայացքը կառուցվել էր այն համոզմունքի վրա, որ հաջողությունը փողի, տեխնոլոգիայի հեղինակության արդյունք է։ Բայց այնտեղ կանգնած էր մի մարդ առանց այդ ամենի, որը րոպեների ընթացքում լուծել էր մի խնդիր, որը պարտության էր մատնել լավագույն մասնագետներին։ Աշխատել, կրկնեց Կարեն Էդուարդը, կարծես բառն օտար լիներ իր բերանում։ Դու ուզում ես այստեղ աշխատել։ Այո, պարզապես պատասխանեց Անտոնը։ Գիտեմ, որ իմ տեսքը վստահություն չի ներշնչում, գիտեմ, որ շատ բան ունեմ ապացուցելու։ Բայց ինձ մի հնարավորություն տվեք։ Մեկ շաբաթ։ Եթե ես արժեք չցուցաբերեմ, կարող եք ինձ ազատել առանց որևէ պարտավորության։ Կարեն Էդուարդը շուրջը նայեց արհեստանոցում։ Նրա աշխատակիցները դիտում էին տեսարանը հիացմունքի հետաքրքրության խառնուրդով։ Մարկոսը տեսանելիորեն տպավորված էր, Մարսելը կարծես հիացած լիներ, նույնիսկ Էդգարը, անվտանգության աշխատակիցը, կորցրել էր սկզբնական թշնամական կեցվածքը։ Բայց Անտոնին ընդունելը նշանակում էր շատ ավելին, քան պարզապես անօթանին աշխատանք տալը։ Դա նշանակում էր խոստովանել, որ նա սխալվել է շատ հարցերում։ Դու փաստաթղթեր չունես, հասցե չունես, հավանաբար բանկային հաշիվ չունես, ասաց Կարեն Էդուարդը, ավելի շատ բարձրաձայն մտածելով, քան հարցնելով։ Ես իմ փաստաթղթերն ունեմ, պատասխանեց Անտոնը, պոլիէթիլենային տոպրակից հանելով մաշված աշխատանքային գրքույկ ճմրթված անձնագիր։ Ինչ վերաբերում է մնացածին, կարող եմ արագ լուծել, եթե հնարավորություն ունենամ։ Կարեն Էդուարդը վերցրեց փաստաթղթերը, ուշադիր զննելով դրանք։ Անտոն Սիլվա, 51 տարեկան, ծնունդով Գյումրիից։ Աշխատանքային գրքույկն իսկապես ցույց էր տալիս կայուն պատմություն ծանր մեխանիկայի ոլորտում, վերջին գրանցումը 5 տարի առաջ Մերիդիոնալ տրանսպորտ ընկերությունում։ Ամեն ինչ համապատասխանում էր նրա ասածներին։ Մարկոս, կանչեց Կարեն Էդուարդը, դու երբեք լսել ես Մերիդիոնալ տրանսպորտի մասին։ Գլխավոր մեխանիկը քորեց մորուքը։ Այո, պարոն Կարեն։ Դա մեծ ընկերություն էր, մասնագիտացած ծանր բեռնափոխադրումների մեջ։ Փակվեց մոտ 4 տարի առաջ, եթե չեմ սխալվում։ Ֆինանսական խնդիրներ։ Անտոնը փոքր ինչ խոնարհեց գլուխը։ Այն ընկերության սնանկացման հիշողությունը, որտեղ նա նվիրել էր իր կյանքի լավագույն տարիները, դեռ ցավեցնում էր։ Բայց ոչ կորցրած աշխատանքի պատճառով։ Այդ ժամանակ Մարիամ Էդուարդովնան արդեն հիվանդ էր, նա ընտրել էր լրիվ դրույքով խնամել նրան։ Ցավը գալիս էր այն գիտակցումից, որ մի վայր, որտեղ նրան հարգել գնահատել էին, պարզապես դադարել էր գոյություն ունենալ, իր հետ տանելով նրա մասնագիտական ինքնության կարևոր մի մասը։ Լավ, ասաց Կարեն Էդուարդը վերջապես։ Բայց պայմաններ կան։ Առաջին, քեզ հարկավոր են պատշաճ հագուստ, լոգանք, մնալու տեղ։ Ես չեմ կարող իմ արհեստանոցում այս տեսքով աշխատակից ունենալ։ Երկրորդ, մեկ շաբաթ փորձաշրջան։ Երրորդ, դու ուղղակիորեն ենթարկվում ես Մարկոսին, հետում ես ընկերության բոլոր կանոններին։ Անտոնը զգաց, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Երկար ժամանակ էր, ինչ չէր զգացել թեթացման անհանգստության այդ խառնուրդը, որը գալիս է նոր հնարավորության հեռանկարի հետ։ Ընդունում եմ բոլոր պայմանները։ Կարեն Էդուարդը հոգոց հանեց, դեռ լիովին համոզված չլինելով, որ ճիշտ բան է անում։ Մարկոս, նրան տար աշխատանքային հագուստ գնելու։ Օգտագործիր իմ կորպորատիվ քարտը։ Հետո ուղեկցիր նրան ժամանակավոր կացարան գտնելու։ Վաղը առավոտյան ժամը 7-ին ուզում եմ քեզ այստեղ տեսնել, աշխատանքի պատրաստ։ Այո, պարոն, պատասխանեց Մարկոսը, որն իսկապես ոգորված էր թվում Անտոնի ցուցաբերած տեխնիկական գիտելիքներով մեկի հետ աշխատելու հեռանկարով։ 2 ժամ անց Անտոնն անճանաչելի էր։ Արհեստանոցի հանդերձարանում լոգանքն ընդունելը բացահայտել էր մի մարդու, որը, չնայած 51 տարեկանին դժվար կյանքի հետքերին, դեռ պահպանում էր մասնագիտորեն հարգված մարդու կեցվածքն ու արժանապատվությունը։ Նոր աշխատանքային հագուստը, մուգ կապույտ տաբատ, արհեստանոցի լոգոտիպով վերնաշապիկ, անվտանգության կոշիկներ, ամբողջությամբ փոխել էր նրա տեսքը։ Նրա մազերը, որոնք կտրել էր Մարկոսի ծանոթ Վարսավիրը, այժմ ալեխառն էին, բայց խնամված։ Կարծես այլ մարդ լինի, մեկնաբանեց Մարսելը, երբ Անտոնը վերադարձավ արհեստանոց։ Ես ինձ այլ մարդ եմ զգում, պատասխանեց Անտոնը, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Տարիների մեջ առաջին անգամ էր, որ նայում էր հայելու մեջ զգում սեփական հպարտությանը նման մի բան։ Կարեն Էդուարդը դիտում էր ամեն ինչ հեռվից, պայքարելով զգացմունքների շփոթեցնող խառն ուրթի դեմ։
Նրա մի մասը տպավորված էր փոխակերպումից, մյուս մասը կասկածում էր, թե արդյոք ճիշտ որոշում է կայացրել։ Ավելի անհանգստացնող էր այն, թե ինչպես էին մյուս աշխատակիցները դրական արձագանքում Անտոնի ներկայությանը։ Օդում այլ էներգիա կար, կարծես այդ մարդու ժամանումը նոր բան էր ներմուծել արհեստանոցի դինամիկայի մեջ։ Այդ երեկո Կարեն Էդուարդը սովորականից ուշ դուրս եկավ աշխատանքից։ Բայց տարիների մեջ առաջին անգամ ուղիղ տուն չգնաց։ Փոխարենը կանգ առավ արհեստանոցի մոտակա բարում մի բաժակ վիսկի պատվիրեց։ Պետք էր մտածել, մշակել օրվա իրադարձությունները, հասկանալ, թե ինչու էր իրեն այդքան անհարմար զգում սեփական մեծահոգությունից։ Նրա բջջայինը զանգեց։ Ռուբեն Մանուկյանն էր, բեռնատարի սեփականատերը։ Կարեն Էդուարդ, ինչպես է իմ Սկենիեի առաջընթացը։ Ռուբեն, Կարեն Էդուարդը խորը շունչ քաշեց, լավ նորություն ունեմ։ Քո բեռնատարը կատարյալ աշխատում է։ Կարող ես վաղը գալ վերցնելու։ Մյուս կողմում լռությունը մի քանի վայրկյան տեց։ Աշխատում է։ 4 ամիս անց։ Ինչ պատահեց։ Իմ մեխանիկներից մեկը հայտն աբերեց խնդիրը։ Դա շատ յուրահատուկ խափանում էր, որը ախտորոշիչ սարքավորումները չէին հայտնաբերում։ Մեխանիկ։ Կարծում էի, դու արդեն սպառել էիր բոլոր տարբերակները քո թիմի հետ։ Կարեն Էդուարդը վարանեց։ Ինչպես բացատրել, որ լուծումը եկել էր մի անոթանից, որին նա վարձել էր մի քանի ժամ առաջ։ Մենք նոր մասնագետ ունենք։ Շատ փորձառու։ Հիանալի է։ Գիտեի, որ կարող եմ քեզ վրա հույս դնել։ Վաղը հենց կգամ մեքենան վերցնելու հաշիվները փակելու։ Կարեն Էդուարդն անջատեց հեռախոսս, մեկ կում վիսկի խմեց։ Սուտը բնական էր դուրս եկել, բայց դա նրան անհանգստացնում էր։ Ինչու էր ամաչում խոստովանել ճշմարտությունը։ Ինչու էր այդքան դժվար ընդունել, որ լուծումը եկել էր մեկից, որին հասարակությունը համարում էր անհաջողակ։ Մինույն ժամանակ Անտոնը պառկած էր մի փոքրիկ հյուրանոցի պարզ մահճակալին, որը Մարկոսն էր օգնել գտնել։ Դա տարիների մեջ նրա առաջին սեփական հարկն էր, առաջին մահճակալը մաքուր սավաններով, առաջին իսկական անձնական պահը, այն բանից հետո, երբ կորցրել էր ամեն ինչ։ Նա նայում էր մութ առաստաղին, թույլ տալով իրեն զգալ մի բան, որից երկար ժամանակ խուսափել էր՝ հույս։ Տոպրակից հանեց դեղնած լուսանկարը, որը միշտ իր հետ էր կրում։ Դա Մարիամ Էդուարդովնայի նկարն էր, արված իրենց անցկացրած վերջին ամանորին, երբ նա դեռ ժպտում էր, չնայած հիվանդությանը։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, ոչ թե տխրությունից, այլ մի բարդ հուզմունքից, որը խառնում էր կարոտ, երախտագիտություն, վճռականություն։ Ստացվեց, սիրելիս, շշնջաց նա լուսանկարին։ Ես մի հնարավորություն ստացա։ Այս անգամ ամեն ինչ ճիշտ կանեմ։ Քեզ համար, ինձ համար, բոլորի համար, ովքեր դեռ հավատում են, որ մարդիկ կարող են նորից սկսել։ Հաջորդ առավոտ Անտոնը ժամանեց արհեստանոց 15 րոպե շուտ։ Կարեն Էդուարդն արդեն այնտեղ էր, սուրճ էր խմում պատուհանից դիտում Պողոտայի երթևեկությունը։ Երբ տեսավ Անտոնի մուտքը, նորից զգաց հիացմունքի անհարմարության այդ տարօրինակ խառնուրդը։ Բարի լույս, պարոն Կարեն Էդուարդ, հարգալից ողջունեց Անտոնը։ Բարի լույս։ Լավ քնեցիր։ Քնեցի, ժպտաց Անտոնը։ Երկար ժամանակ էր, ինչ իսկական մահճակալի վրա չէի քնել։ Պատասխանի բա։ Անկեղծությունը Կարեն Էդուարդին ավելի շատ հուզեց, քան նա սպասում էր։ Անտոնի կեցվածքի մեջ, հարգալից, բայց ոչ ստորաքարշ, երախտապարտ, բայց ոչ սողացող, ինչ-որ բան կար, որը ստիպում էր նրան վերանայել աշխատակիցների հետ իր սովորական վերաբերմունքներից շատերը։ Մարկոսը ժամանեց մի քանի րոպե անց անմիջապես մոտեցավ Անտոնին։ Պատրաստ ես ծանոթանալու մեր առօրյային։ Անտոնի աշխատանքի առաջին օրը բացահայտում էր բոլորի համար արհեստանոցում։ Նա ոչ միայն ցուցաբերում էր բացառիկ տեխնիկական գիտելիքներ, այլ աշխատանքի մի մեթոդաբանություն, որը տպավորում էր իր արդյունավետությամբ խնամքով։ Նա մի քանի րոպե դիտում էր յուրաքանչյուր աշխատանք, նախքան բարելավումներ առաջարկելը, տալիս էր հարցեր, որոնք բացահայտում էին խնդիրների այնպիսի ասպեկտներ, որոնք ուրիշները չէին դիտարկել, յուրաքանչյուր մեքենայի վերաբերվում էր այն մարդու հարգանքով, ով հասկանում էր, որ յուրաքանչյուր մեքենայի հետում կան մարդիկ, որոնք կախված են դրա աշխատանքից։ Անտոն, կանչեց Մարսելը կեսօրին, կարող ես այս Volkswagen-ին մի հայացք գցել։ Էլեկտրո։ Նա այն ներարկման խնդիր ունի, չեմ կարողանում պատճառը գտնել։
Անտոնը մոտեցավ մեքենային, կրկնեց իր ծեսը, դիտեց, լսեց, շոշափեց։ Մի քանի րոպե անց նա պարզեց, որ խնդիրը ոչ թե էլեկտրոնային ներարկման մեջ էր, այլ օդի ներթողման փականի, որը մասամբ խցանված էր յուղի մնացորդներով։ Վերանորոգումը տեց 20 րոպե արժեցավ այն գումարի մի մասը, որը կպահանջվեր, եթե սկզբնական ախտորոշումը ճիշտ լիներ։ Կարեն Էդուարդը դիտում էր ամեն ինչ հեռվից, իր սեփական ռեակցիաներից ավելի ու ավելի անհարմար զգալով։ Նրա մի մասն իսկապես տպավորված էր Անտոնի իրավասությամբ, բայց մյուս մասը նեղսրտում էր այն ձից, որով մյուս աշխատակիցները բացահայտորեն հիանում էին նոր գործընկերով։ Տարիներ շարունակ նա եղել էր արհեստանոցի բարձրագույն տեխնիկական հեղինակությունը, նույնիսկ առանց մեխանիկ լինելու։ Այժմ նա գիտակցում էր, որ կա մեկը, ով ունի իրենից շատ ավելի բարձր գիտելիքներ, մեկը, ով հարգանք էր նվաճում իրավասության, ոչ թե հիերարխիկ դիրքի շնորհիվ։ Առաջին օրվա վերջում Մարկոսը մոտեցավ Կարեն Էդուարդին։ «Պարոն Կարեն, կարող եմ ձեզ հետ առանձին խոսել»։ Երկուսով գնացին գրասենյակ, Մարկոսը փակեց դուռը։ «Ուզում էի շնորհավորել ձեզ Անտոնին աշխատանքի ընդունելու որոշման համար։ Երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել այդքան գործնական գիտելիքներով մեկին։ Նա այսօր 3 խնդիր լուծեց, որոնք հավանաբար օրեր կպահանջեին ճիշտ ախտորոշելու համար»։ Կարեն Էդուարդը գլխով արեց, բայց նրա արտահայտությունը լարված մնաց։ «Նա լավ մասնագետ է», դժկամորեն խոստովանեց նա։ «Դրանից ավելին, պարոն Կարեն, նա թիմին բաներ է սովորեցնում։ Մարսելն այսօր մի ախտորոշման տեխնիկա սովորեց, որը ես երբեք չէի տեսել։ Մարդիկ մոտիվացված են, ավելի ճշգրիտ են աշխատում։ Կարծես նա բարձրացրել է ամբողջ արհեստանոցի տեխնիկական մակարդակը»։ Կարեն Էդուարդը գիտեր, որ Մարկոսը ճիշտ է, բայց դա բարձրաձայն լսելը նրան խորապես անհանգստացնում էր։ Նա պարզապես հերթական աշխատակից է, Մարկոս։ Եկեք չափազանցված սպասումներ չստեղծենք։ Մարկոսը նկատեց լարվածությունը ղեկավարի ձայնի մեջ, որոշեց չշարունակել թեման։ Բայց գրասենյակից դուրս գալիս նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Կարեն Էդուարդն այդքան անհարմար։ Զգում մի բանից, որը ակնհայտորեն դրական էր ընկերության համար։ Հաջորդ օրերի ընթացքում Անտոնի ներկայությունն արհեստանոցում շարունակեց առաջացնել նուրբ, բայց նշանակալի փոփոխություններ։ Աշխատակիցներն ավելի վստահ էին աշխատում, իմանալով, որ անհրաժեշտության դեպքում ունեն փորձառու մեկին, ում կարող են դիմել։ Հաճախորդները սկսեցին նկատել ծառայությունների որակի բարելավումը, ինչը հանգեցնում էր գովասանքների խորհուրդների։ Նույնիսկ փոքր մանրուքները, ինչպիսիք են գործիքների կազմակերպումը, տեղադրումից առաջ մասերի մաքրումը, բարելավվեցին Անտոնի օրինակով։ Բայց Կարեն Էդուարդն իրեն ավելի ու ավելի մեկուսացված էր զգում։ Նա ստեղծել էր վախի խիստ հիերարխիայի վրա հիմնված աշխատանքային միջավայր, որտեղ իր հեղինակությունը երբեք չէր կասկածի տակ դրվում։ Այժմ նա գիտակցում էր, որ այդ հեղինակությունն ավելի փխրուն է, քան պատկերացնում էր, ավելի շատ հենված տնտեսական ուժի վրա, քան անկեղծ հարգանքի։ Տեսնելով, թե ինչպես են աշխատակիցները բնականորեն արձագանքում Անտոնի տեխնիկական առաջնորդությանը, նրան ստիպում էր կասկածի տակ դնել այն ամենը, ինչ կառուցել էր։ Առաջին շաբաթվա 5-շաբթի օրը մի ավելի լուրջ խնդիր իսկապես փորձության ենթարկեց Անտոնի հմտությունները։ Մի հաճախորդ բերել էր Mercedes բեռնատար, արգելակման համակարգում ընդհատվող խափանումով։ Դա հենց այն տեսակի խնդիրն էր, որը կարող էր լուրջ վթարների պատճառ դառնալ, եթե պատշաճ կերպով չլուծվեր։ 3 մեխանիկներ փորձել էին պարզել պատճառը, բայց խափանումը տեղի էր ունենում միայն երբեմն, ինչը ախտորոշումը չափազանց դժվար էր դարձնում։ Անտոնն ամբողջ առավոտն անցկացրեց մեքենան ուսումնասիրելով ոչ միայն արգելակները, այլ դրանց հետ կապված ամբողջ հիդրավլիկ էլեկտրական համակարգը։ Նա ստիպեց հաճախորդին մանրամասն նկարագրել, թե երբ ինչպես է տեղի ունենում խափանումը, ինչ տեսակի բեռ էր տեղափոխում բեռնատարը, ինչ երթուղիներով էր սովորաբար երթևեկում։ Հետո նա մեքենայով դուրս եկավ փորձնական երթի, մի բան, որը մյուս մեխանիկները չէին արել։ 2 ժամ անց նա վերադարձավ ախտորոշմամբ, ABS համակարգի ճնշման տվիճը ընդհատվող աշխատանք ուներ հողանցման խնդրի պատճառով։ Թերությունը դրսևորվում էր միայն B.Ռի ջերմաստիճանի որոշակի պայմաններում, բացատրելով, թե ինչու էր այդքան դժվար այն վերարտադրել արհեստանոցում։ Վերանորոգումը բարդ էր, պահանջելով ոչ միայն տվիճի, այլ համակարգի ամբողջ հողանցման լարերի փնջի փոխարինում։ Անտոնը մանրակրկիտ աշխատեց 3 ժամ, ստուգելով յուրաքանչյուր միացում, կարգաբերելով համակարգը, երաշխավորելով, որ ամեն ինչ կատարյալ է աշխատում։
Երբ ավարտեց, բեռնատարն ավելի անվտանգ էր, քան գործարանից դուրս գալիս։ Կարեն Էդուարդը դիտել էր ողջ գործընթացը, սկզբում թերահավատ, հետո տպավորված, վերջապես անհանգստացած աշխատանքի բացառիկ որակից։ Երբ հաճախորդը փորձարկեց մեքենան խանդավառությամբ գովեց արհեստանոցը, խոստանալով ծառայությունները խորհուրդ տալ ոլորտի այլ գործարարներին, Կարեն Էդուարդը զգաց հպարտության նեղսրտության բարդ խառնուրդ։ Այդ երեկո, երբ բոլոր աշխատակիցները հեռացել էին, Կարեն Էդուարդը մենակ մնաց արհեստանոցում, խորելով անցած շաբաթվա մասին։ Անտոնը գերազանցել էր բոլոր սպասումները, ցուցաբերել անվիճելի արժեք, նվաճել թիմի անկեղծ հարգանքը։ Գործարարական տրամաբանությամբ նա պետք է տոներ։ Նա գտել էր բացառիկ աշխատակցի, բարելավել էր ծառայությունների որակը, բարձրացրել հաճախորդների գոհունակությունը։ Բայց ուրախության փոխարեն նա զգում էր մի խորը անհանգստություն, որը չէր կարողանում լիովին բացատրել։ Կարեն Էդուարդն անքուն գիշեր անցկացրեց, անհանգիստ ուրվականի պես շրջելով տանը։ Վահագնի թաղամասի առանձնատունը, որը միշտ եղել էր նրա հաջողության խորհրդանիշը, այդ լուսաբացին տարօրինակ կերպով դատարկ էր թվում։ Յուրաքանչյուր շքեղ սենյակ արձագանքում էր մի լռությամբ, որը նրան խորապես անհանգստացնում էր։ Տարիների մեջ առաջին անգամ նա չէր կարողանում բավարարվածություն գտնել իրեն շրջապատող նյութական ձեռքբերումներում։ Լուսավորված լողավազանը, անթերի խնամված այգին, ավտոտնակում կայանված ներմուծված մեքենաները, ամեն ինչ իմաստազուրկ էր թվում։ Նրա անձնական գրասենյակի սեղանին շրջանակի մեջ դրված էր դստեր, Անահիտի լուսանկարը, որին 2 տարի չէր տեսել։ Նա հեռացել էր արժեքների, աշխատակիցներին վերաբերվելու ձի, փողի կարգավիճակի նկատմամբ իր մոլուցքի շուրջ սարսափելի վիճաբանությունից հետո։ Դու վել ես մի մարդու, որին ես չեմ ճանաչում, հայրիկ, եղել էին նրա վերջին խոսքերը, նախքան կապը խզելը։ Այն ժամանակ Կարեն Էդուարդը դա մեկնաբանել էր որպես երիտասարդական ըմբոստություն։ Այժմ նա սկսում էր հասկանալ, որ գուցե նա ճիշտ էր։ Ուրբաթ օրը, Անտոնի փորձաշրջանի վերջին օրը, Կարեն Էդուարդը ժամանեց արհեստանոց, վճռականորեն տրամադրված գտնելու թերություններ նոր աշխատակցի աշխատանքում։ Նրան անհրաժեշտ էր արդարացում նրան ազատելու համար, ինչ-որ միջոց իրավիճակի ամբողջական վերահսկողությանը վերադառնալու։ Բայց երբ նա դիտում էր Անտոնի աշխատանքը, նրա վճռականությունը սկսեց քանդվել։ Այդ մարդը ոչ միայն աշխատում էր բացառիկ իրավասությամբ, այլ փոխում էր իր շուրջը գտնվող միջավայրը։ Նա համբերատար սովորեցնում էր երիտասարդ գործընկերներին, դիվանագիտությամբ լուծում էր կոնֆլիկտները, իր աշխատատեղը պահում էր անթերի կազմակերպված։ Ավելի անհանգստացնող էր այն, որ հաճախորդները սկսել էին հատուկ պահանջել նրա ծառայությունները։ Արհեստանոցն ավելի զբաղված էր, քան վերջին ամիսներին։ Պարոն Կարեն, ասաց Մարկոսը ճաշի ժամանակ։ Ես պետք է մի կարևոր բան հայտնեմ։ Անտոնը ոչ միայն լավ մեխանիկ է։ Նա հեղափոխում է մեր աշխատելավոճը։ Երեկ նա ինձ մի ախտորոշման տեխնիկա սովորեցրեց, որը բարդ դեպքերում ժամեր կխնայի։ Մարդիկ սովորում են, մոտիվացվում։ Ես երբեք այստեղ այսքան դրական աշխատանքային միջավայր չեմ տեսել։ Կարեն Էդուարդը գրգռվածության խայթոց զգաց։ Նա պարզապես հերթական աշխատակից է, Մարկոս։ Ամբողջ հարգանքով, պարոն Կարեն, նա պարզապես հերթական աշխատակից չէ։ Նա յուրահատուկ է։ Եվ կարծում եմ, որ դուք պետք է դիտարկեք ոչ միայն նրան թիմում պահելը, այլ նրան ավելի շատ պարտականություններ տալը։ Առաջարկը Կարեն Էդուարդին հարվածեց որպես ապտակ։ Ավելի շատ պարտականություններ տալը նշանակում էր հրապարակայնորեն խոստովանել, որ նա գտել է մեկին, ով տեխնիկական իրավասությամբ գերազանցում է իրեն։ Դա նշանակում էր խոնարհություն, մի բան, որից նա խուսափել էր զարգացնել իր ողջ հասուն կյանքի ընթացքում։ Այդ կեսօրին մի անսպասելի իրադարձություն ստիպեց Կարեն Էդուարդին դեմ առ դեմ կանգնել իր ներքին հակասությունների հետ։ Ռուբեն Մանուկյանը ժամանեց արհե ստանոց իր բեռնատարը վերցնելու, բայց նա անձամբ ծանոթանալու այն մեխանիկի հետ, ով լուծել էր բոլոր մասնագետներին պարտության մատնած խնդիրը։ Կարեն Էդուարդ, ուզում եմ ծանոթանալ այս բացառիկ մասնագետի հետ, որին վարձել ես, ասաց Ռուբենը, իջնելով իր զրահապատ բմուից։ 4 ամսվա խնդիրը լուծվել է 20 րոպեում։ Սա հանճարեղություն է։ Կարեն Էդուարդը զգաց, թե ինչպես է ստամոքսը կծկվում։ Ներկայացումից խուսափելու ջար չկար։ Ռուբեն, սա Անտոն Սիլվան է, մեր ծանր շարժիչների մասնագետը։ Ռուբենը խանդավառությամբ ձեռքը մեկնեց Անտոնին։ Անչափ հաճելի է։
Կարեն Էդուարդը պատմեց ինձ քո տեխնիկական իրավասության մասին։ Որտեղ ես աշխատել նախկինում։ Մերիդիոնալ տրանսպորտ, պարզապես պատասխանեց Անտոնը։ 15 տարի որպես տեխնիկական ղեկավար։ Մերիդիոնալ։ Ես լավ ճանաչում էի սեփականատիրոջը, Պողոս Հարությունյանին։ Լուրջ ընկերություն, առաջնակարգ մասնագետներ։ Ռուբենը հավանությամբ նայեց Կարեն Էդուարդին։ Դու մեծ ձուկ ես որսացել, ընկերս։ Կարեն Էդուարդը ստիպված ժպտաց, բայց նրա միտքը խառնաշփոթի մեջ էր։ Նա ստում էր լռությամբ, թաքցնում էր Անտոնի իրական պատմությունը, ծածնում, թե դա եղել է ռազմավարական, պլանավորված աշխատանքի ընդունում։ Իրավիճակի կեղծավորությունը նրան խորապես անհանգստացնում էր։ Այն բանից հետո, երբ Ռուբենը հեռացավ, խանդավառությամբ գովելով արհեստանոցի ծառայությունները խոստանալով նոր հաճախորդներ ուղղորդել, Կարեն Էդուարդը փակվեց իր գրասենյակում։ Պետք էր հետաքննել։ Պետք էր ճշգրիտ իմանալ, թե ով է Անտոն Սիլվան, որն է նրա իրական պատմությունը։ Ինչպես է այդքան իրավասու մարդը հայտնվել փողոցներում։ Նա զանգահարեց մի մասնավոր խուզարկուի, որին երբեմն օգտագործում էր աշխատակիցներին հետաքննելու համար։ Ուզում եմ ամբողջական զեկույց Անտոն Սիլվա անունով մի մարդու մասին, Մերիդիոնալ տրանսպորտի նախկին աշխատակից։ 3 օր անց զեկույցը հասավ նրա գրասենյակ։ Կարեն Էդուարդը նյարդային ձեռքերով բացեց ծրարը, սկսեց կարդալ։ Էջերն առաջ տանելուն զուգընթաց նրա արտահայտությունը փոխվում էր հետաքրքրությունից ցնցումի, ցնցումից մի բանի, որը կարելի էր բնութագրել որպես խորը ամոթ։ Անտոն Սիլվան իսկապես եղել էր Մերիդիոնալ տրանսպորտի տեխնիկական ղեկավարը, Երանի ամենահարգված լոգիստիկ ընկերություններից մեկի։ Նրա մասնագիտական հեղինակությունն անթերի էր, տեխնիկական գերազանցության մրցանակներ, մասնագիտացման դասընթացներ արտասահմանում, խանդավառ երաշխավորագրեր։ Նա ամուսնացած էր եղել Մարիամ Էդուարդովնա Սիլվայի հետ, որը տարրական դպրոցի ուսուցչուհի էր, 22 տարի։ Բայց զեկույցի ամենահուզիչ մասը վերջին տարիների պատմությունն էր։ Մարիամ Էդուարդովնայի մոտ զարգացել էր լեյկեմիայի հազվագյուտ տեսակ, որը պահանջում էր թանկարժեք փորձարարական բուժում։ Անտոնը ծախսել էր իր բոլոր խնայողությունները, վաճառել տունը, մեքենան, ծանր վարկեր վերցրել բուժումը վճարելու համար։ Երբ նա մահացավ, Անտոնը կորցրել էր ոչ միայն կնոջը, այլ իր ողջ ֆինանսական էմոցիոնալ կայունությունը։ Զեկույցը նկարագրում էր նրա պայքարը դեպրեսիայի դեմ, ալկոհոլիզմը, որը խժռել էր նրան կնոջ մահից հետո, աշխատանքի աստիճանական կորուստը, սոցիալական հարաբերություններ պահպանելու անկարողությունը։ 2 տարվա ընթացքում նա հարգված մասնագետից վերածվել էր անօթանի, իր հետ կրելով միայն մի տոպրակ իրերով մահացած կնոջ լուսանկարով։ Կարեն Էդուարդն ավարտեց կարդալը աչքերում արցունքներով։ Դրանք խղճահարության արցունքներ չէին, այլ ճանաչման։ Նա կանգնած էր մի մարդու առջ, ով զոհաբերել էր ամեն ինչ իր սիրած մարդու համար, ով բախվել էր կորուստների, որոնք նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որը, այնուամենայնիվ, պահպանել էր իր արժանապատվությունն ու մասնագիտական իրավասությունը։ Դրանից ավելին, չնայած հասարակության կողմից որպես մարդկային աղբ վերաբերվելուն, Անտոնը դառնություն կամ վրդովմունք չէր ցուցաբերում։ Նա աշխատում էր ուրախությամբ, բոլորին վերաբերվում էր հարգանքով, համբերատար սովորեցնում էր երիտասարդներին։ Այդ երեկո Կարեն Էդուարդը մի որոշում կայացրեց, որը կփոխեր նրա կյանքն ընդմիշտ։ Նա հաջորդ առավոտյան արտակարգ ժողով հրավիրեց արհեստանոցի բոլոր աշխատակիցների հետ։ Ժամանակն էր անել մի բան, որը երբեք չէր արել, հրապարակայնորեն ներողություն խնդրել ընդունել իր սխալները։ Երկուշաբթի առավոտյան արհեստանոցի բոլոր 7 աշխատակիցները հավաքվեցին գլխավոր սրահում, ակնհայտորեն հետաքրքրված մի փոքր անհանգիստ։ Կարեն Էդուարդը երբեք նման ժողովներ չէր հրավիրել, նրա լուրջ արտահայտությունը բոլորին անհանգստացնում էր հնարավոր վատ նորությունների մասին։ Պարոնայք, սկսեց Կարեն Էդուարդը, նրա ձայնը թեթակի դողում էր, ես այս ժողովը հրավիրել եմ խոսելու մեր ընկերությունում տեղի ունեցող կարևոր փոփոխությունների մասին։ Բայց նախքան ապագայի մասին խոսելը, պետք է ընդունեմ անցյալի սխալները։ Սենյակում լռությունը բացարձակ էր։ Անտ Վոնը, որը կանգնած էր գործընկերների կողքին, հարգալից հետաքրքրությամբ դիտում էր Կարեն Էդուարդին։ Տարիներ շարունակ ես այս ընկերությունը կառուցել եմ ավտորիտարիզմի, խիստ հիերարխիայի, պետք է խոստովանեմ, որոշակի արամարանքի վրա նրանց նկատմամբ, ում համարում եմ ինձնից ցածր։ Ես հավատում էի, որ իմ հեղինակությունը գալիս է իմ ունեցվածքից, իմ պաշտոնական կրթությունից, իմ սոցիալական դիրքից։ Կարեն Էդուարդը դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Ես սխալվում էի։
Մարկոսը զարմացած հայացքներ փոխանակեց Մարսելի հետ։ Նրանք երբեք չէին լսել, որ ղեկավարը որը տեսակի ինքնաքննադատություն անի։ Անտոնի ժամանումը մեր թիմ ստիպեց ինձ վերանայել այն ամենը, ինչ ես ճշմարիտ էի համարում իրավասության, առաջնորդության, մարդկանց արժեքի մասին։ Նա ոչ միայն լուծեց մի տեխնիկական խնդիր, որը ամիսներ շարունակ մեզ պարտության էր մատնում։ Նա ցույց տվեց, որ մասնագետի իրական արժեքը ոչ թե դիպլոմների կամ արտաքինի մեջ է, այլ գիտելիքի, նվիրվածության բնավորության։ Կարեն Էդուարդն ուղղակիորեն դիմեց Անտոնին։ Անտոն, ես գիտեմ քո պատմությունը։ Գիտեմ այն կորուստների մասին, որոնց բախվել ես, այն զոհողությունների, որ արել ես կնոջդ համար, այն անարդար ձի, որով կյանքը վարվել է քեզ հետ։ Եվ գիտեմ նա, որ չնայած այդ ամենին, դու պահպանել ես քո արժանապատվությունը, քո իրավասությունը, քո մարդկայնությունը։ Դու ինձ մեկ շաբաթում ավելին սովորեցրիր, քան ես սովորել եմ տարիների գործարարական հաջողության ընթացքում։ Անտոնը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Տարիների մեջ առաջին անգամ էր, որ ինչ-որ մեկը հրապարակայնորեն ճանաչում էր իր մարդկայնությունը, որ տեսնում էր նախկին անօթանի արտաքինից այն կողմ, տեսնելով այն մասնագետին մարդուն, որը միշտ եղել էր։ Այդ պատճառով, շարունակեց Կարեն Էդուարդը, ես անհապաղ փոփոխություններ եմ իրականացնում այս ընկերությունում։ Առաջին, վերջ ավտորիտար միջավայրին։ Ուզում եմ, որ դուք ձեզ ազատ զգաք առաջարկություններ անելու, որոշումները կասկածի տակ դնելու, բարելավումներ առաջարկելու։ Երկրորդ, շահույթից մասնաբաժին բոլոր աշխատակիցների համար, ովքեր 6 ամսից ավելի են աշխատում։ Երրորդ, ներդրում տեխնիկական V. Լապատրաստման մեջ, ընկերության կողմից վճարվող դասընթացներով։ Սենյակը պայթեց զարմանքի բավարարվածության մրմունջներով։ Դրանք փոփոխություններ էին, որոնք ոչ ոք չէր սպասում, հատկապես մեկից, որը հայտնի էր իր խստությամբ։ Եվ վերջապես, Կարեն Էդուարդը նորից նայեց Անտոնին, ես Անտոնին բարձրացնում եմ տեխնիկական վերահսկիչի պաշտոնի, համապատասխան աշխատավարձի բարձրացմամբ շահույթից հատուկ մասնաբաժնով։ Բացի այդ, ուզում եմ, որ նա համակարգի ներքին վերապատրաստման ծրագիր, իր գիտելիքները կիսելով ամբողջ թիմի հետ։ Անտոնը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Տարիներ շարունակ նա երազել էր նորից սկսելու, իր արժեքն ապացուցելու, իր մասնագիտական արժանապատվությունը վերականգնելու հնարավորության մասին։ Բայց երբեք չէր պատկերացրել, որ կընդունվի այդքան ճանաչմամբ հարգանքով։ Պարոն Կարեն Էդուարդ, ասաց նա հուզված ձայնով, չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել։ Բայց կարող եմ խոստանալ, որ կանեմ իմ լավագույնը միշտ։ Ես գիտեմ, որ կանես, պատասխանեց Կարեն Էդուարդը։ Եվս մեկ բան կա։ Ուզում եմ մի հատուկ նախագիծ առաջարկել։ Անտոն, դու ճանաչում ես այլ անօթան մարդկանց, ովքեր տեխնիկական կրթություն ունեն։ Անտոնը մի պահ մտածեց։ Փողոցներում անցկացրած տարիների ընթացքում նա ճանաչել էր ինժեներների, տեխնիկների, ուսուցիչների, տարբեր ոլորտների մասնագետների, ովքեր կորցրել էին ամեն ինչ տարբեր հանգամանքների բերումով, հիվանդություն, գործազրկություն, ընտանեկան խնդիրներ, դեպրեսիա։ Ճանաչում եմ մի քանիսին, այո։ Ինչո՞վ։ Ուզում եմ ստեղծել մասնագիտական վերաինտեգրման ծրագիր։ Բացահայտել տեխնիկական իրավասություն ունեցող մարդկանց, ովքեր ժամանակավորապես դժվարությունների մեջ են, նրանց տալ նույն հնարավորությունը, որը ես տվեցի քեզ։ Կհամաձայնվես համակարգել այդ ծրագիրը։ Հարցը Անտոնին հարվածեց կայծակի պես։ Նա ոչ միայն ստանում էր երկրորդ հնարավորություն, այլ հնարավորություն օգնելու ուրիշներին ստանալ նույն հնարավորությունը։ Դա ավելին էր, քան նա երազել էր իր ամենալավատեսական պահերին։ Դա պատիվ կլիներ, պատասխանեց նա, պայքարելով հուզմունքը զսպելու համար։ Ամիսներ անցան։ Կարեն Էդուարդի արհեստանոցն ամբողջ ուությամբ փոխվեց։ Արտադրողականությունն աճեց 20%-ով, հաճախորդների գոհունակությունը հասավ ռեկորդային մակարդակի, աշխատանքային միջավայրը դարձավ օրինակ ոլորտի այլ ընկերությունների համար։ Անտոնն աչքի էր ընկնում ոչ միայն որպես տեխնիկական վերահսկիչ, այլ որպես թիմի մենթոր բնական առաջնորդ։ Մասնագիտական վերաինտեգրման ծրագիրը զարմանալի արդյունքներ տվեց։ Առաջին 6 ամսվա ընթացքում աշխատանքի ընդունվեցին տեխնիկական կրթությամբ 3 անօթան մարդիկ։ Մի նախկին էլեկտրոնային ինժեներ, որը կորցրել էր ամեն ինչ տրավմատիկ ամուսնալուծության հետանքով, դարձավ ավտոմոբիլային էլեկտրոնային համակարգերի մասնագետ։ Մի նախկին տեխնիկական ուսուցիչ, որը պարտադրված թոշակի անցնելուց հետո դեպրեսիայի մեջ էր ընկել, դարձավ ներքին վերապատրաստումների պատասխանատու։
Կարեն Էդուարդը նույնպես անձնապես փոխվեց։ Նա դիմեց թերապիայի իր ավտորիտարիզմի սոցիալական նախապաշարմունքների հարցերը լուծելու համար։ Վերականգնեց կապը դստեր Անահիտի հետ, որը տպավորված էր հոր փոխակերպումներով նորից մտերմացավ ընտանիքի հետ։ Նա սկսեց ընկերության շահույթի մի մասը նվիրաբերել մասնագիտական վերաինտեգրման սոցիալական նախագծերին։ Մի ուրբաթ կեսօրին, Անտոնի ժամանումից 6 ամիս անց, Կարեն Էդուարդը նրան կանչեց իր գրասենյակ առանձին զրույցի։ Անտոն, մի բան կա, որ ուզում եմ առաջարկել։ Դու փոխեցիր այս ընկերությունը, մեր տեխնիկական որակը բարձրացրիր նոր մակարդակի, ստեղծեցիր մի սոցիալական ծրագիր, որը օրինակ է ծառայում այլ ընկերությունների համար։ Այդ պատճառով ուզում եմ քեզ առաջարկել ընկերության 15% բաժնեմասնակցություն։ Անտոնը մի քանի վայրկյան լուռ մնաց, փորձելով մշակել այն, ինչ լսել էր։ Բաժնեմասնակցություն։ Դուք խոսում եք ինձ գործընկեր դարձնելու մասին։ Հենց այդպես։ Փոքրամասնական գործընկեր, բայց գործընկեր։ Ռազմավարական որոշումներին, շահույթին, ամեն ինչին մասնակցելու իրավունքով։ Դու արժանի ես դրան, Անտոն։ Դրանից ավելին, ընկերությանը դու պետք ես ոչ միայն որպես աշխատակից, այլ որպես գործընկեր։ Անտոնը մտածեց Մարիամ Էդուարդովնայի մասին, պատկերացրեց, թե որքան ուրախ կլիներ նա, տեսնելով, որ ինքը ոչ միայն վերականգնվել է, այլ բարգա վաճել է ցանկացած սպասումից այն կողմ։ Նա մտածեց այն ճանապարհի մասին, որն անցել էր քաղաքի փողոցներից մինչ Բարգավաճ ընկերության գրասենյակ, որտեղ նրան գործարարական գործընկերություն էին առաջարկում։ Ընդունում եմ, ասաց նա վերջապես։ Բայց մի պայմանով։ Ուզում եմ իմ մասնակցությունն օգտագործել վերաինտեգրման ծրագիրն ընդլայնելու համար։ Ուզում եմ բացել երկրորդ արհեստանոց, որը մասնագիտացած կլինի հնարավորություններ տալու այն մարդկանց, որոնց հասարակությունը համարում է կորած։ Կարեն Էդուարդը ժպտաց։ Դա հենց այն տեսակի պատասխանն էր, որը սպասում էր Անտոնից։ Պայմանավորվեցինք։ Մենք դա կդարձնենք երկրի լավագույն մասնագիտական վերաինտեգրման ծրագիրը։ Մեկ տարի անց Անտոն Սիլվայի Կարեն Էդուարդ Օհանյանի պատմությունը լեգենդար էր դարձել Երանյան ավտոմոբիլային ոլորտում։ Արհեստանոցն այլևս ոչ միայն բիզնես էր, այլ խորհրդանիշ, որ երկրորդ հնարավորությունները կարող են արտասովոր կերպով փոխել կյանքեր։ Անտոնը դարձել էր տեխնիկական վերապատրաստման չափանիշ, գործարարական միջոցառումների բանախոս, մարդկային ռեսուրսների սոցիալական պատասխանատվության թեմաներով։ Կարեն Էդուարդը իր հերթին բացահայտել էր, որ իրական հաջողությունը ոչ թե բանկային հաշվի չափի մեջ է, այլ կյանքերը դրականորեն փոխելու կարողության։ Նրա ընկերությունն այժմ հայտնի էր ոչ միայն տեխնիկական որակով, այլ մարդասիրական աշխատանքի ընդունման քաղաքականությամբ, սոցիալական պատասխանատվությամբ։ Գործարարական մրցանակաբաշխության արարողության ժամանակ մի լրագրող հարցրեց Կարեն Էդուարդին նրա գործարարական փոխակերպման հաջողության գաղտնիքի մասին։ Գաղտնիքը, պատասխանեց նա, նայելով Անտոնին, որը նստած էր հանդիսատեսի առաջին շարքում, այն է, որ հասկանաս, որ մարդու արժեքը ոչ թե նրա արտաքինի, հասցեի կամ վերջին պատմության մեջ է։ Այն նրա իրավասության, բնավորության իրենից ավելի մեծ բանի մեջ ներդրում ունենալու կարողության մեջ է։ Անտոնը ոչ միայն փրկեց իմ բեռնատարը։ Նա փրկեց ինձ որպես մարդ։ Այդ երեկո Անտոնը վերադարձավ իր սեփական բնակարան, որը գնել էր ընկերության շահույթից իր մասնաբաժնով, նայեց Մարիամ Էդուարդովնայի լուսանկարին, որն այժմ շրջանակված էր արծաթե լուսանկարի շրջանակով հյուրասենյակի սեղանի վրա։ Մեզ մոտ ստացվեց, սիրելիս, շշնջաց նա։ Մենք կարողացանք ապացուցել, որ անկումները վերջնական չեն, որ ձախողումները չեն սահմանում, թե ով ենք մենք, որ միշտ հնարավոր է նորից սկսել, երբ գտնում ենք մարդկանց, որոնք պատրաստ են տեսնել արտաքինից այն կողմ։ Դրսում Երան քաղաքը շարունակում էր իր խելահեղ ռիթմը, միլիոնավոր մարդիկ վազում էին իրենց երազանքների, կարիքների, հրատապ գործերի հետից։ Ոմանք աննկատ անցնում էին մայթերով, գրելով ծածկոցներ, պոլիէթիլենային տոպրակներ, անտեսանելի մի հասարակության համար, որը նախընտրում է չտեսնել։ Բայց շնորհիվ Անտոնի Կարեն Էդուարդի պատմության, առնվազն այդ մարդկանցից ոմանք հնարավորություն կունենային բացահայտելու, որ անտեսանելիությունը մշտական ճակատագիր չէ, որ արժանապատվությունը կարելի է վերականգնել, որ երբեմն բավական է, որ ինչ-որ մեկը որոշի հավատալ, որպեսզի հրաշքներ տեղի ունենան։ Ընկերության երկրորդ արհեստանոցը բացվեց 6 ամիս անց, բացառապես մասնագիտացված սոցիալապես խոցելի իրավիճակում գտնվող տեխնիկական կրթությամբ մարդ կանց հնարավորություններ տալու մեջ։
Առաջին տարում 17 մարդ վերաինտեգրվեց աշխատաշուկա։ Նրանց մեծամասնությունը դարձավ օրինակելի աշխատակից, ոմանք բարձրացվեցին վերահսկողական պաշտոնների, 3-ը բացեցին իրենց սեփական բիզնեսը։ Փոխակերպումը դարձել էր շարժում։ Ոլորտի այլ ընկերություններ սկսեցին որդեգրել նմանատիպ քաղաքականություններ։ Համալսարանները սկսեցին ուսումնասիրել այս դեպքը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակ։ Ծրագիրը դարձավ քաղաքային, ապա պետական քաղաքականություն։ Բայց Անտոնի համար ամենամեծ հաջողությունը այն նամակներն էին, որոնք նա պարբերաբար ստանում էր այն մարդկանցից, ովքեր կարողացել էին սոցիալապես վերաինտեգրվել ծրագրի միջոցով։ Պատմություններ տղամարդկանց կանանց մասին, ովքեր վերականգնել էին իրենց ընտանիքները, իրենց ինքնագնահատականը, իրենց հույսը ապագայի նկատմամբ։ Յուրաքանչյուր նամակ հաստատում էր, որ իր սեփական ճանապարհն արժեր, որ մայթերին անցկացրած ցուրտ գիշերները, քաղցը, նվաստացումը, ամեն ինչ ծառայել էր նրան նախապատրաստելու, լինելու փոխակերպման գործիք այլ մարդկանց կյանքում։ Այդ նամակներից մեկում մի նախկին շինարար ինժեներ, որը կորցրել էր ամեն ինչ ֆինանսական խարդախության հետանքով, կարողացել էր նորից սկսել ծրագրի միջոցով, գրել էր. Անտոն, դու ինձ վերադարձրիր ոչ միայն աշխատանք, այլ հավատը, որ ես դեռ արժեք ունեմ որպես մարդ։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր, որ անկումները կարող են լինել ցատկահարթակներ ավելի բարձր թռիչքների համար։ Կարեն Էդուարդն այդ նամակի մի օրինակը պահում էր իր սեղանին, տասնյակ այլ նմանատիպ նամակների հետ միասին։ Դրանք դարձել էին նրա ամենօրյա մոտիվացիայի աղբյուրը, հիշեցնելով նրան, որ իրական հաջողությունը չի չափվում միայն թվերով, այլ փոխված կյանքերով, վերականգնված հույսերով, վերագտած արժանապատվությամբ։ Այն արհեստանոցը, որը մի ժամանակ ամբարտավանության ավտորիտարիզմի խորհրդանիշ էր, դարձել էր հույսի փարոս նրանց համար, ովքեր հավատում էին, որ մարդիկ կարող են փոխվել, որ երկրորդ հնարավորություններն աշխատում են, որ հասարակությունը կարող է ավելի արդար լինել, երբ ընտրում է տեսնել մարդկային ներուժը ժամանակավոր հանգամանքներից այն կողմ։ Եվ ամեն ինչ սկսվել էր մի թափթփված մարդուց, որը համարձակվել էր անցնել շքեղ արհեստանոցի ապակե դուռը պարզապես ասել. Ես գիտեմ, թե որն է բեռնատարի խնդիրը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անտոնի Կարեն Էդուարդի ճանապարհորդությունը խորապես հուզել է ձեր սրտերը, ինչպես հուզեց մերը այս պատմությունը ստեղծելիս։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա արտասովոր ներուժ, որը սպասում է ընդամենը մեկ հնարավորության փայլելու համար, որ արտաքինի վրա հիմնված դատողությունները կարող են մեզ ստիպել կորցնել անգնահատելի մարդկային գանձեր, որ իրական հարստությունը մեր կարեկցանքի սոցիալական արդարության միջոցով կյանքեր փոխելու կարողության մեջ է։ Եթե դուք հուզվել եք այս վերսկսման քավության պատմությունից, մի մոռացեք դնել ձեր հավանումը, բաժանորդագրվել մեր ալիքին մեկնաբանություններում կիսվել, թե որ պահն է ամենաշատը հուզել ձեր սիրտը։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք այսպիսի պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային բնության ամենագեղեցիկ հուսադրող կողմը, որոնք մեզ ոգեշնչում են լինել ավելի լավ մարդիկ, կառուցել ավելի արդար ու հյուրընկալ հասարակություն։ Մինչ մեր հաջորդ հանդիպումը, երբ կվերադառնանք մեկ պատմությամբ, որը անշուշտ կջերմացնի ձեր հոգին, կթարմացնի ձեր հավատը մարդկային բարության նկատմամբ։